Աստվածաշնչային ճշմարտության ճանապարհը ցույց տվող արդարության նվիրյալ Միքայել Սրբազանին բանտարկել են իբրև թե նա ռազմական հեղաշրջման կոչ է արել, որ այդ հեղաշրջման կոչը կարող էր բերել մարդկային կյանքերի կորստի, կարող էր այսպես բախումներ հրահարվել, հա։ Եվ էլի, պարզ է, որ այս գործը հորինված է այս իշխանությունների կողմից։ Բայց պատկերացրեք, կա մարդ, որին մեղադրել է նույն այս ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը, որի գործողությունները ըստ Նիկոլ Փաշինյանի բերել են մարդկանց սպանությունների։ Եվ այդ մարդը կրկին մեր սիրելի Սամվել Ալեքսանյանն է, ով ըստ Նիկոլ Փաշինյանի 2016 թվականին տվել է իր նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի մամուլում հայտնի ձկնկուլի սպանության պատվերը։ Եվ իր հետ եւս մի հոգի սպանվեց։ Փաշինյանը այն ժամանակ խորհրդարանի դահլիճում այստեղ նստած հայտարարում էր, թե այդ սպանության պատվերի հետքերը բերում են խորհրդարան, ակնարկելով, որ այդ սպանության պատվերի հետևում կանգնած է Սամվել Ալեքսանյանը։ Ուր է Սամվել Ալեքսանյանը, կրկին ազատության մեջ է։ Այս վառ օրինակ եմ ասում, բայց այսպես տասնյակ անուններ կարելի է տալ, որ նախորդ համակարգի ամենահանցավոր դեմքերը այսօր ծառայում են Նիկոլ Փաշինյանին այնպես, ինչպես նախկինում էին ծառայում։ Ակնհայտ է, որ իշխանության համար գերխնդիրը հանցագործությունների կանխումն ու բացահայտումը չէ։ Նրանք գնում են այն մարդկանց հետևից, ովքեր խանգարում են իրենց կատարել այնինչ իրենց թելադրված է։ Այդ նպատակի համար էլ պատրաստ են եւ հաճախ հորինում են քրեական գործեր։